Barev. Hayır. Barev Armin Comedy. I love you. Բարև ձեզ սիրելի քաղցր եւ միաժամանակ հաճելիորեն թթվաշ հայրենակիցներ։ Դուք դիտում եք Game of Thrones հեռուստասերիալը։ Եվ այն ձեզ համար այսօր կվարեն Game-ը եւ Thrones-ը։ Չես նայում, հա, ոնց որ այդ մեջը։ Բացարձակ չձգեց։ Այսօրվանի մեջ դիտեք։ Որ կուսակցությանն է միանում Կարեն Կարապետյանը։ Ում են միանում Անի Զախարյանն ու Թրաշով Տեխնացուն։ Մանեկեն չելենջները անսպասելի վայրերից։ Ինչի մեջ էր քաղաքացին տեղափոխում թմրանյութը Ամստերդամից։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ դառնում է կուսակցական։ Վերջը ասեց, բոլոր մանրամասները մեր տեսանյութում էքսկլյուզիվ։ Հարգելի գործընկերներ, ունեմ կարևոր հայտարարություն, գիտեք, երկիրը անցնում է պարլամենտական կառավարման մոդելի եւ շատ սպասելի էր, որ ես էլ պետք է միանամ որևէ կուսակցության եւ այսօր ես դիմում եմ գրել անդամակցության խնդրանքով հայկական վերածնունդ կուսակցությանը։ Կացր դեմքերը տեսնեք, շատ լավ է։ Չէ, իրականում իհարկե ժառանգություն կուսակցությանն եմ գրել։ Երկրորդ անգամ կոչեմ պետք է դուրս լավ։ Ահա ֆարզից էլ պարզի որ ես պետք է միանալ բնականաբար Բարգավաճ Հայաստանին։ Երրորդ անգամ ժողովուրդ լուրջ։ Ոնց կարելի չիմանալ որ ես բնականաբար միանում եմ հանրապետական կուսակցությանը։ Չէ, ես մեկը լուրջ։ Չէ, հանրապետական եմ գրի։ Դեռ իրականում որքան էլ զարմացած ձևանանք, ինձ թվում է ահագին կանխատեսելի էր, որտեղ միանալու է հանրապետականին։ Չէ՞ Սերգեյ։ Հա, շատ կանխատեսելի էր։ Այո, անկանխատեսելի էր օրինակ Թրամփի ախտանակը։ Իսկ սա կանխատեսելի էր։ Իդեպ Թրամփ ասեցի հիշեցի։ Ու դե Մոուրինյոն վերջապես Մխիթարյանին հանեց դաշտ։ Կարլ Վարչապետը համարում է, որ իր այդ քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական։ Ես ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու։ Վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է Հայաստանի նախագահ եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, եւ մեր կառավարությունը եղել է առաջի հերթին Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարություն։ Բայց դե նախարարների վրա ճնշում չի լինի, չէ՞, որ իրանք էլ հետևեն վարչապետի օրինակին։ Չէ, իհարկե, Կարեն Կարապետյանը հստակ դա նշեց։ Պարտադիր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները եւ իմ թիմակիցները անդամակցեն ՀԿ-ին։ Որևէ պարտադրանք չկա։ Դա յուրաքանչյուրի գիտակցական եւ գաղափարական որոշման հարցն է։ Դե շատ լավ է, որ հստակ այս մեսեջը տվեց։ Հա, թե չէ կարող է անորոշ լիներ ու նավսյակի դիմումների հոսք սկսվեր ՀԿ-ն էլ չհասներ մարդկանց անդամագրել ու ասել Չէ, ոչ մի շտապողականություն։ Այո, հետևելու եմ, դիմում գրելու եմ։ Արդեն գրել եք։ Չէ, դեռ չեմ գրել, այսօր կգրեմ։ Լավ, էլի բայց ախր ասես, չեմ դրա կարիքը չկա։ Հիմա կարող է ինքնաբուխ ցանկություն ազուտ նժդեհական գաղափարախոսություն հրապուրել։ Ու կարող է, հա։ Չեմ կարող ասել։ Ծանոթ եք նժդեհական։ Ոչ, ծանոթ չեմ։ Լավ։ Դե հիմա մի հոգին հոսք չի։ Հա, բան չասեցի։ Նախարարը պնդեց, ոչ ոք իրեն չի ստիպել անդամակցել ՀԿ-ին։ Ոչ մեկը չի ստիպում, այսօր վարչապետն էլ նշեց, որ ոչ մի ստիպողական բան չկա։ Ես դիմում ներկայացրել եմ, բայց դեռ չգիտեմ։ Ժամանակ ունեմ։ Այսինքն չեք, միջև էլ չեք։ Ժամկետը չեմ կարող նշել, ներողվեք։ Ճիշտ ամսաթիվը չեմ կարող ասել։ Մի խոսքով որևէ պարտադրանք չկա։ Այո, բայց մարդ ես, ամեն դեպքում հանրապետականը թող զինվի կրծքանշաններով ու գլխույկներով։ Իսկ կարող է Լոքյանն էլ տեղափոխվի հանրապետական։ Ոչ մի դեպքում։ Ինչի։ Որտեվ Լոքյանը դաշնակցության հիմնադիր անդամներից է, դեռ 125 տարի առաջ հիմնադրել է այդ կուսակցությունը։ Լուրջ ինքը ժամանակ կար, Ինքը իհարկե կար, այս նկարը չես տեսել։ բայց ինքը այս նկարում չկա։ Դու միշտ տեսել ես նկարի ոչ ամբողջական տարբերակը։
Աու։ Եվ այսպես մոտենում են խորհրդանական ընտրությունները։ Ինչ իմացար։ Կհարցնեք դուք, Չէ, լուրջ ինչ իմացար։ կհեգնեք դուք։ Ասեմ, արդեն սկսել են հայտնվել ընտրություններից առաջ հայտնվող թրաշյալ դեմքերը։ Թրաշատ։ Թրաշյուն, Թրաշաշատ։ թրաշավոլոր։ Թրաշապատ։ Ազգային համաձայնություն կուսակցությունը մասնակցում է քննարկումներին եւ արդյոք կմասնակցի խորհրդանական ընտրություններին։ Մենք իհարկե մասնակցում ենք քննարկումներին եւ անպայման ինչ որ ֆորմատով կմասնակցենք ամենայն հավանականությամբ դաշինքով։ Դաշինքով, բայց ինչի ոչ առանձին։ Դե կարող է վախենում են մենակ գնան, որ հետո չանցնեն խորհրդարան։ Շատ իզուր են վախենում։ Թրաշով տեխնացուն ունի ամենամեծ քաղաքական փորձը ընտրություններում պարտվելու։ Պետքա որ արդեն լավ սովոր լինի պարտվելուն։ Միլարի, հա վիճակը վախենում։ Մենակ ինքը չէ, Անի Զախարյանն էլ կարող է դաշինքով մասնակցի։ Դեռ մի 3-4-5 ամիս առաջ մոտավորապես կոնկրետ ինձ առաջարկ եղել է եւ օրինաց երկիր կուսակցության կողմից հայկական վերածնունդ այժմ միանալու եւ իրենց հետ ուրեմն ընթանալու առաջ եւ միևնույն ժամանակ վերջերս ձևավորված Ալյանս կուսակցությունը Տիգրան Ուրիխանյանի լուրջ համագործակցություն սկսելու Դե լուրջ բառը պետք չի տեն շեշտել, համագործակցությունն են առաջարկել։ Հասկանալի է։ Ու ինչ համաձայնվեց։ Ուրեմն ինչ վերաբերում է հայկական վերածնունդ կուսակցությանը, դե բնականաբար օրինաց երկրի եւ հայկական վերածնունդը վերափոխումը դեռ նոր էր տեղի ունեցել, դեռ խմորումների փուլում էր գտնվում այդ պահին ես որպես քաղաքական գործիչ այդպես գնահատեցի այդ պահը։ Եկեք քաղաքական գործիչ բառը տենց չշեշտենք, էլի ուղղակի ես։ Ինչ ես ամեն ինչի վրա տես խոսում, թող մարդը բացատրի, էլի զրուցա։ Ես շտապելու որևէ բան չունեմ, ինձ համար այդ մանդատ այսպես ինչ-որ թռցնելու կամ նմանատիպ բան չի, ես հանգիստ իմ դիրքերում, իմ տեղում կանգնած եմ, երբ որ նպատակահարմար կգտնեմ եւ կգտնեմ, որ ձևավորվել են քաղաքական իրավիճակը, որտեղ իմ նման քաղաքական գործիչը պիտի լինի, Հիմա որ ասեմ, կասեց, բայց այդ քաղաքական գործիչ բառը մի տեսակ դիսկոմֆորտ է, էլի Լավ, իսկ վերջը ինչ որ մեկին միանալու է Անի Զախարյանը։ Շփումներ եղան, հանդիպումներ եղան, բայց պիտի փաստեմ, որ որքան էլ Տիգրան Ուրիխանյանը ուրեմն առողջ քաղաքական գործիչ լինի, այդ կուսակցության շրջանակներում լուրջ գործունեություն ես չտեսա։ Լուրջությունը չբավարարեց։ Դե եթե շատ լուրջ ուժ եք փնտրում, գուցե թրաշով տեխնացուին միանաք։ Հա, նայեք ինքը ինչ լուրջ է։ Անեկդոտը կա, որ այսինքն վերջերս է շրջում, որ այսինքն ինչ տարբերություն, նմանություն եւ տարբերություն հանրապետական եւ հավի, ասենքն միջև, ասում եմ, որ երկուսն էլ կերակրատաշտակից են օգտվում։ Կերակրատաշտ, կերակրատաշտ։ Լրիվ քո նման է պատմում անի։ Գիտեմ, կամեց էներգիաս, ոնց որ էներգետիկ են լոքյաններից լինի։ Այստեղ վերջացնի էլ անեկդոտը։ Ուղղակի տարբերությունն է, որ հավը ձույ է ածում, հանրապետականը չգիտեմ ինչ անում ձևի հետ։ Երևի խաղում է, էլի։ Մի խորացի, հա, լավ, ավելի հաճելի թեմաներից խոսենք։ Բարի լուր չունենք դեսար ինչ որ։ Կա ու շատ բարի։ Վերջերս Ամստերդամից բարի լուր էին բերում Հայաստան։ Հետո ոստիկանությունը կանգնացրեց։ Հա, լսի, հա։ Զվարթնոց օդանավակայանի տարածաշրջանային մաքսատան ծառայողները Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի մաքսային հսկողության գոտում կատարել են ուղևորներ Նիդերլանդների թագավորության քաղաքացիներ Թեհմինե Ստեփանյանի եւ Ստեֆանոս Յոհանես Հենդրիքսի ուղեբեռների զննություն։ Ստեփանյանի ճամպրուկի դրամապանակից հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված զանգված։ Չասեք, զանգվածը հենց բարի լուրն էր, որ արգրավեցին ու ինքը դարավ բարի լուր միայն փորձաքննիչների համար։ Հայաստանում այդ բարի լուրը չի օրինականացվել, դա առայժմ շատ չար գույժ լուր է։ Ու ինչպես ներկայացրեցին տուրիստները այդ ավետիսը, որն ըստ նրա պլաստիրին տեսակի ուժեղ ցավազրկող դեղամիջոց է։ Դե ճիշտն ասած, նես չէ, որ ընդհանրապես չի ցավազրկում դա։ Ուղղակի մի քիչ չափից ավելի շատ է ցավազրկում։ Ու ապօրինաբար է ցավազրկում։ Բա էլ ինչ էին բերել մեր զբոսաշրջիկները։ Նույն ճամպրուկից հայտնաբերվեց նաև 3 հատ պլաստմասե տարավ, որոնցից երկուսում կային 64 եւ 65 հատ E3 գրառմամբ հաբեր, իսկ երրորդում 54 հատ սպիտակ գույնի հաբ եւ դեղատուփով կոդեին ֆոսֆատ 20 միլիգրամ տեսակի 60 դեղահաբ։ Հա ինչ է դա արգելված։ Մարդիկ Ամստերդամից Երևան են եկել, դատարկ ձեռքերով չեն գա։ Հա մի քանի կոդեին ֆոսֆատի հաբ են բերել։ Ինչի։ Հին ու բարի կոդեին ֆոսֆատի։ Իսկ այդ հայտնաբերվածը։
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Դե լավ, հա, կարևորը ինչ որ մեկը կվայելի կոդեին ֆոսֆատը։ Հին ու բարի կոդեին ֆոսֆատը։ Եվ էլ բան չեք հայտնաբերել, քանի սկսել եք ման գալ, ինչքան Ամստերդամից մարդ է գալիս, միած ստուգեք, հաստատ մի բան կգտնեք։ Ինչ ես գործ տալիս։ Ես բարեխիղճ քաղաքացի եմ։ Ապօրինի թմրամիջոցների հայտնաբերման մյուս դեպքը գրանցվեց հաջորդ օրը։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ախր ո՞նց են գտնում sense բաները։ Վստահ ես, որ ուզում ես իմանաս։ Հա։ Դնայ։ Բերման են ենթարկել գյումրեցի 1968 թվականին ծնված Արթուր Զաքյանին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն օրը Զաքյանը աշտարակ բժշկական կենտրոնում ենթարկվել է բուժզննման։ Նրա ուղիղ աղիքից հայտնաբերվել է 8.5 եւ 9.5 սանտիմետր երկարությամբ, ընդհանուր 67.7 գրամ քաշով 2 փաթեթ։ Ու ոնց են դա արել, այսինքն երևի սենց վերցել են, սենց ասել են կներեք մի հատ շուր կգաք մի վարքյան շուր եկեք, հա, ու սենց Իսկ մենք ունենք դրա տեսանյութը։ տեսանյութ ունենք, հա։ Սիմոնյան, մեզ բարի ճանապարհ։ Սպայհելը։ Խորոյ։ Ինչ ժորը։ Մեսի պայ։ Ինչ է։ Լեսի պայ։ Պասի։ Օրես իշքոնը։ Դες կարելերս լավ է կապել վաբշե։ Всё, վերջ, չէ ոնց է։ Կարող է մի հատ սիգարետ ծխենք։ Չէ, մենք չենք ծխում։ Լարդի կողքը մի հատ պիտի պահածրոնամ, նայ։ Ու դե փաստորեն հատուկ դրա համար մասնագետ կա։ Փաստորեն։ Ինչ հորի մասնագիտություն է։ Մնացեք մեզ հետ։ Բայց ջոգի ժամանել էր մի քանի օր անց նոր գտել են իրան ու դեռ մեջն էր։ Այսինքն պահել էր մեջ այդքան ժամանակ։ Չէ, երևի դրան զանգը որ տվեցին, գնաց արագ հետ տեղադրեց։ Կամ ուղղակի շատ փոքր տուն է ու տեղ չկար դնելու, տենց պահել էր։ Այդ էլ է հնարավոր։ Նախորդ հաղորդման վերջում մենք ցուցադրեցինք մի հոլովակ, որից հետո բազմաթիվ հարցեր ենք ստանում։ Մասնավորապես փոքրիկ Մարութը հարցնում է. «Տղաներ, այդ ինչ էր, հո բանման չէր պատահել»։ Look at Miss Lani Lenya and sweet Lucy Bell. Now that line forms all the right, baby. Now that Becky's back in town. Look out, old Mackie is back. Այն ինչ տեղի ունեցավ հոլովակում կոչվում է Mannequin Challenge, այսինքն մարդկանց մի մեծ խումբ մի քանի վայրկյանով դառնում է ոնց որ Madame Tussauds-ի փոքրիկ թանգարան։ Սա հերթական զանգվածային ինտերնետային գժությունն է, ինչպիսին օրինակ պլանկինգներ, երբ sense անշարժ նկարվում էին։ Հա, cute էր, բայց հետո մի հատ տղա շատ բարձր տեղ պլանկինգ արեց ու ընկավ մահացավ։ Ինչպիսին թվերքինգներ, երբ աղջիկները ջանասիրաբար շարժում են 5-րդ կետը եւ մեր ներաշխարը։ Ու դա հետո մի հատ աղջիկ շատ բարձր տեղ twerking արեց ու ընկավ մահացավ։ Մի խոսքով այս մեկը ահագին ավելի ապահով ինտերնետ գժություն է։ Միջև ինչ որ մեկը մի հատ շատ բարձր տեղ չփորձի կանգնի անշարժ ու Ադե լավ, էլի սպանեցի։ Բոլորս գիտենք, որ այդ օրը գալու է։ Լսի այդ ինտերնետ գժություններից Ice Bucket Challenge-ը մոռացանք։ Ուղղակի ուզում ես այդ վիդեոն նորից նայենք, չէ։ Հա։ Ինքս օգնելու եմ հանրապետող ընտանիքներից մեկին իրենց երեխաներին դպրոցին պատրաստելու համար։ Արտահայտել նետում եմ Ամեն Իսրայելյանին, Արմեն Գուլյանին եւ անկախ Հայաստանին։ Բայց դա այս մեկը բարեգործական էր։ Հա, ու անմոռանալի։ Իսկ այս մանիկեններին այդպես ուղակի հաճույքի համար է փոքրիկ զավզակություն է, որին միացան անգամ սպիտակ տանը։ Մատը,
օբյեկտիվը փակում է։ Չհասկացա, տատս երբ ա եղել սպիտակ տանը։ Տատդ ինչ կապ ունի։ Մեկ էլ ինքն ա նկարել, միշտ sense մատով փակում, միշտ։ Միշտ մի օքի անհամ պետքա լինի, որ ամեն ինչ այդպես փչացնելու է։ Նոր ինտերնետ շարժմանը բացի սպիտակ տնից միացան նաև մեր գործընկերները, ժամը լրատվականից։ Լսի, ես գտա ոնց անել, որ ձմեռը տաք լինի։ Ոնց։ Դայ, եթե լիլի հովերը սենց անշարժ 3 ամիս մնա, ուրեմն երբեք չի հայտարարի, որ ցրտումա ցիկլոնա մոտենում, ուրեմն եղանակը տաք կմնա, ուրեմն գազի վրա միլիոններ ենք խնայելու։ Կառավարություն ջան, գրանցեք այս միտքը։ Իրականում հասկանում ես, չէ՞, որ այս mannequin challenge-ը բանա ոչ մի նորություն չի, Հայաստանում սա վաղուց արվել է։ Հա, այսինքն եղել է մարդկանց խումբ, որը ամբողջ օրը գործի տեղը նստել է ու ոչ մի բան չի արել։ Եվ մեր անունն է ազգային ժողով։ Մեր սիրելի Փեսան, մեր Kanye West-ը, այդ աննասունը, էլի շարու փորձանքի մեջ է անգել։ Այս անգամ ումից է $50 միլիոն խնդրել Twitter-ում։ Ոչ մեկից, այս անգամ ուղղակի ինքնաբուխ շարու փորձանք էր։ Աշխարհահռչակ рэպեր Kanye West-ը հիվանդանոց է տեղափոխվել, մինչ այդ չեղյալ հայտարարելով մինչև տարեվերջ նախատեսված բոլոր համերգները։ Վայ լավ էլ ինչի ասես բաները միշտ հայրի գլխին գալիս։ Ինչի։ Ինքը հայ չի։ Հա, բայց այդ վերջում չգիտես միշտ Քիմ Քարդաշյանի գլխին է ջարդվում, էլի գալիս է խմած, հարբած, ուժ, մթության մեջ չի երևում։ Այդ ռասիստական է։ Բայց հեզ ժպտում է մի անգամ ծերվում է։ Երկչին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նրա մոտ ախտորոշվել է գերհոգնածություն եւ ստրես։ Ոստիկանությունից Associated Press-ին հաղորդել են, որ West-ը նյարդաբանական բաժանմունքում է, որտեղ կմնա ամենայն հավանականությամբ նաեւ այս գիշեր։ Ստրես ինչի համար։ Դե Քիմը երևի թավայով գլխին տոպկել է դա։ Պետք չէ լակած տուն գալ։ Կարող ուրիշ պատճառներ կան, սպասի։ Կարող է։ West-ն աջակցել էր ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին, պնդելով, թե նրա քարոզարշավը անճարեղ էր, ինչին դահլիճը սուլոցներով էր արձագանքել։ But if I would have voted, I would have voted on Trump. Ուրբաթօրն արդեն Սակրամենտոյում West-ը 1.5 ժամ ուշացել էր համերգից, ապա 4 երգ կատարելուց հետո հեռացել, մինչ այդ 10 րոպե շարունակ քննադատելով Բեյոնսեին, նրա ամուսնուն, Հիլարի Քլինթոնին, Մարկ Ցուկերբերգին, Թեյլոր Սվիֆտին ու լրատվամիջոցներին։ Այսինքն բոլորին ով իրան պարտքով փող տնցել չտվեց։ Լավ էլի Kanye, ինչի ես տես բաներ անում։ Ախր դու արդեն ուղակի рэփեր չես, դու հայի փեսա ես, քեզ մի քիչ ծանր պետք է պայես։ Ինչ թվում է ուղակի Յանը տարել է։ Ինչից ես վերցրել։ Կրակել է։ Հաղորդվում է միայն, որ անցած շաբաթ կիրակի West-ը Instagram-ի իր էջը ողողել է նորաձևության ոլորտի ավելի քան 100 լուսանկարներով, որոնց մեծ մասը սակայն ըստ Associated Press-ի անորակ ու վատ տեսանելի է եղել։ Թու կտցրել է, պաշտոնապես կտցրել է։ Բայց դե առաջի անգամն էլ չի էլի։ Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի աստղերից մեկը բազմիցս է աչքի ընկել աղմկահարույց ելույթներով։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե պատրաստվում է առաջադրվել 2020 թվականին կայանալիք Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում։ Լսի, սաղ կարապի լիճից սկսվեց։ Այն որ թռավ սառը լիճը, ինձ թվում է ջուրը սենց խփելա սառացրել է ուղեղը։ Կամ մարդամեկ են որ ծաղիկներ շպրտեց վրան դեղին գույնի, հա։ Ես ծանր էին ծաղիկները։ Մնացեք մեզ հետ։ Դե ինչ Arm Comedy-ն այսօր այսքաններ։ Վերջում առաջարկում են գտել օրվա վիդեո բոցը։ Ուզում եմ ասել, ավելի խիստ գնահատական է հնչեցրել Հանրապետության նախագահ հարգարժան Սերժ Ազատ Իսահակյանը, Սարգսյանը։ Now that line forms on the right, baby. Now that Mackie is back in town. Did I say about Jenny Diver? Մեր բաժակ փոխանցելու պահին կարծես թե ձևավորվում է բարի ավանդույթ։ Հուսով ենք այլ մունաթահարներ եւս կհետևեն այս քաղցր ավանդույթին։ Ամով ավանդույթ։
Ուղարկեցի վիդեո մուննատ, ստացա մեգաբաժակ, շատ գոհ եմ, շնորհակալություն։ Փոխանցեցի մեգաբաժակը, ստացա էկլերներ, լիքը էկլեր, շատ գոհ եմ։ Ու երջանիկ։ Սիրելի բարեկամներ, գիտեք, մենք ունենք արդեն ինտերակտիվ մաս, որտեղ ձեր կոմենտները հաղորդման վերջում ցույց ենք տալիս, բայց եւս մեկն ենք ուզում ավելացնել։ Դուք կարող եք ուղարկել ձեր ողջույնը Arm Comedy-ին, սրա նման Բարև Arm Comedy, բարև Սիրկի, բարև Նարը։ Ու մենք ձեր վիդեոները շատ շուտով ցույց կտանք ամբողջ բոլորակին, ուզում եմ ասել։ Կարլի գլխով են կերտվում։ After drawing out all his hidden stash, now my peace bends just like a sailor.